Թքել եմ սաղի վերին։ Ընտրելու մարդ կա, բայց Ոչ Նիկոլ, ցանկացած, թեկուզ Սատանով։ Ազգի խորտակարան անտերը։ Համապետական ընտրություններին ում եւ որ ուժին կաջակցեք։ ես ոչ կեշտան, ոչ է կնդրեմ, ցավը տան։ Մեկ անդրեն չնդրեն նույնն են, ցավը տան, Ես ոչ մեկին առայժմ չեմ աջակցում։ Թոմոնա գախտիկ էլ իմ մեջ ինչ կլի ցավը տանում։ Ընդդիմություն թե իշխանություն։ Դա արդեն գալիս է նայած, որ ես արդեն բացահայտում, թե ես ում եմ ուզում կգարկեմ։ Եթե ընդդիմություն, իշխանություն, բարձրան իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն է ընդդիմություններ, Կարապետյանն է։ Վայ ոչ մեկին Ազիզ ջան, Ընդդիմություն թե ոչ մեկին։ Դոգին, ինչու։ որտեղ ճիշտ մարդ է։ Իսկ գործող իշխանության չեք աջակցելու։ Թքել եմ սաղի վերին։ Կներեք էլի։ Դոգից այնքան ես ոչ մեկի չեմ ճանաչում։ Ոչ մեկին էլ չեմ որ։ Ոչ մեկին ընտրելու մարդ կա, բայց մարդ գտնում եք ընտրելու։ Գործող իշխանության չեք աջակցելու։ Չէ, ոչ մեկին։ Եթե էլի Սամվել Կարապետյանին որպես մարդ։ Ոչ թե ես չգիտեմ իրանց պոլիտիկան ինչա, ինչ չի։ Չեմ էլ հետաքրքրվում, ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, բայց որպես մարդ ոչ թե սրտի կանող։ Կարելի է ընտրել Սամվել Կարապետյանը։ Ընդդիմություն թե իշխանություն։ Իշխանություն։ Ոչ մեկին չեմ ուզում, մի խոսրեք ինձ։ Գործող իշխանությանը։ Ոչ մեկին, մարդ չկա։ Ոչավ իրանց գախնի։ Հովնա պրոգրամում է, այո։ Ումն է ամենալավ ծրագիրը։ Երևի ծրագիրը, երևի բանինն է։ Համ Քոչարյան, համ բանին։ Մյուս հանրապետական։ Հանրապետականին։ Այո։ Իսկ գործող իշխանության չեք աջակցելու։ Ոչ մի բան, մինուս։ Ընդդիմություն թե իշխանություն։ Ոչ Էլենիկ։ Ոչ մեկ էլ բանի պետք չէ։ Գուրգեն Սահակյանին։ Գուրգեն Սահակյան, գուցե Սիմոնյան։ Սիմոնյան հակնեք։ Շնորհապետական։ Չգիտեմ, մի տեսակ հավատ է ներսում։ Ուզում եմ, որ անհոգ ապրեն մեր երեխեքը, առանց կռիվների։ Ուզում եմ, որ աշխարհում լինի խաղաղություն։ Ոչ մեկին։ Իսկ ցանկանաք ընդդիմությունից լինի թե իշխանությունից։ Իհարկե ընդդիմությանը։ Սամվել Կարապետյան։ Ես էլ եմ ուզում դնեմ։ Ես էլ եմ լավ կարողանում սուտ խոսալ։ Թող ինձ ընտրեն։ Հիմա ում էլ դնես, մեկանույն վիճակն է։ Ոչ մեկին էլ չեմ ընտրելու։ Գործող իշխանության չեք աջակցելու։ Ոչ մեկին։ Ոչ մեկ վստահություն չունի ժողովրդի մեջ։ Ոչ մեկ։ Գուրգեն Սիմոնյանին։ Ինչու։ Շատ գրագետ, շատ բանիմաց, շատ ներկայանելի տեսք ունի, խելացիա ինձ համար շատ հաճելի անձնավորություն։ Նիկոլ Փաշինյանը ես ասեմ, շատ գնահատում եմ։ Շատ գործեր արավ։ Շատ գործեր։ Ես նորից եմ ասում։ Գոհ եմ արածներից, բայց այս պահի դրությամբ ինձ համար նախընտրելի է Գուրգեն Սիմոնյան։ Դեր կողմ վերջնական չեմ կողմնորոշվել։ Ընդդիմություն թե իշխանություն։ Չէ, ընդդիմություն է։ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը вообще մի տուր մեր մոտ։ Բացի դրանից չենք ուզում լսենք։ Մեկ էլ նոր ինչ հայտարարություն է, որ Աննա փախնում է, թե ինչ է անում, գործում է, դա ձևեր է, բայց ինքներ պիտի մեզ նման են գնի քուչեկը, որ իմանա մեր մդղարը։ Ոնց ինքը եկավ Ղարաբաղ, կերավ, խմեց, պարեց, իր համար ուրախացավ։ Հետո էլ ասեց Ղարաբաղ Ադրբեջան, այսա գալու են չայ խմել այստեղ, Ալիևը կնիկը։ Դες չասեց, բա մենք ինչ ասենք դրանց։ Ինչ ասենք, դե ասենք։ Չեք աջակցելու իրենց։ Չէ, բաբշի դրանց անունը մի տուր։ Քոչարյանին, հա, պարոն Քոչարյանին, դա բաբշի պիտի ձայն տանք, որ մեր այս Ղարաբաղը հետ բերի, այդ առաջինը։ Երկրորդն էլ Սամվել Կարապետյանին էլ չի մենք պրոտիվ, կամ նա, որն ընտրվի, մենք հզայենք։ Մենակ մեր Ղարաբաղը հետ բերեն, մենք գնանք մեր Ղարաբաղ ապրենք։ Ես դոկ կուսակցության ոչ թե անդամ եմ, այլ իրան հավանողն եմ։ Աջակից եք։ Աջակից եմ, այո։ Վարդան Ղուկասյանին եք ընտրել։ Այո։ Միակ մարդն եմ գտնում, որ կարող է հայոյում, բայց ամենայն ազնվությամբ ճիշտն է ներկայացնում։ Իսկ գործող իշխանությանը չեք աջակցելու։ Մոշակները նաև վերջերս բարձրացրեցին։ Ես եկել եմ ինտերվյու տվել, ասել եմ, ուզում եմ 100,000, ուզում եմ $100,000 տամ։ Ես չեմ ընտրելու Փաշինյանին։
թո ոչ թե հարցը ինքնավոտ ինձի մեղադի, այլ թո ինքը իրան մեղադրի։ Երբ որ եկավ սա ժողովուրդը երկու ձեռով, երկու քյալով գնացին ընտերեցին։ Հիմա ես չգիտեմ, սենց ասելն էլ մի բան չի, մեկը կասի էսո, վա, մեկը կասի ենո, վա, բայց ես ամբողջ կյանքս ներդրել եմ ես հայրենիքի համար, բայց երբևիցե չեմ ինչ-որ արտահայտվել, երբ որ ինչ-որ բան չեմ ասել, ես անհայտ զինվոր եմ, ինչ-որ պետք է եղել օգնել եմ իմ երկրին, արել եմ, բայց այսօր դուս եկել, որ մենք խաբված ենք, մինչև էտել ենք խաբված եղել, բայց այսքան չենք խաբված եղել։ Սամվել Կարապետյան։ Ինչու հույսեր եք ապրում դրա հետ։ Դե ինքը արդեն կերած կշտացած մարդ է, ինձ թվում է ժողովրդի մասին կմտածի։ Քոչարյանին էլ չեմ բացառում։ Ամեն դեպքում մենք իր ժամանակ այդքան վատ չենք ապրել, ինչքան հիմա ենք ապրում։ Ոչ Նիկոլ, ցանկացած, թեկուզ տատանով։ Ինչու։ Ինչով։ Ինչու Նիկոլ Փաշինյանին չեք աջակցելու։ Զզվում եմ որովհետեւ։ Ճիշտ ասած դեռ չեմ կողմնորոշվել, շատ անորոշ վիճակ է, բայց երևի ներկա կառավարությանը։ Անկեղծ ասած ես դեռ չեմ կողմնորոշվել։ Գործող իշխանությանը աջակցելու եք Նիկոլ Փաշինյանին։ Ոչ, Ինչու։ չեմ կարող ասել։ Ամենայն դեպս այս պահին ոչ։ Քարքարի։ Եթե ընդդիմություն է ներգրանում։ Ընդ ախցխայում կուսակցություն կա, իրանց եմ տալ զայներ, ախցխայ։ Գուրգեն Սիմոնյան։ Ինչու։ Արդար մարդ է, լավ ծրագրեր ունի, ճիշտ կողմնորոշում ունի։ Մարդը գիտակից մարդ է։ Ինչ է եղել 30 տարի բարի բուն իմաստով ապուշների հավաքածու, ոչ թե եղել է ազգի խորհրդարան, այլ ազգի խորհրդակարան անտերը։ Ժամանակն է, որ մենք գիտակից մարդիկ կան, իրավիճակը լավն է, ես ինչ է ժողովրդի։ Գործող իշխանության Նիկոլ Փաշինյանին չեք աջակցելու։ Շատ բաներում շատ աջակցելու եմ։ Անկեղծ ասած հիմա չեմ էլ կողմնորոշում Գուրգեն Սիմոնյանին թե Նիկոլ Փաշինյանին, բայց մյուսներին ոչ մեկին ոչ մի բան չի կարելի ուրանալ, շատ բան է արել Նիկոլ Փաշինյանը։ Հենց ամենակարևորը որ Հայաստանը դարավ իրոք Հայաստան, ոչ թե դարավ ինչ որ մի կոպի ձևով ասած ռուսական ոնց ասեմ շների պմպլոտ քթի թաշկինալ։ Հայաստանը վերադարձավ իրոք հայերին։ Այդ մեկ։ Երկրորդը այսօր որ զինվորը հաց է ուտում, ոչ թե կաղամբի ջուր է խմում կամ խաշած ցորեն է ուտում, դա էլ չի կարելի ուրանալ։ Որ այսօր ճանապարհներ կան, որ այսօր տրանսպորտ կա, շատ բաներ է արել, չի կարելի ուրանալ, բայց մի քիչ ինչ որ արտաքին հարցերում չի կողմնորոշվում։ Կոնկրետ ժողովրդին տանի զարգացած Եվրամիություն, թե նորից տանի ռուսական լծի տակ։ Չգիտեմ, իմ համար մեկ են բոլորը։ Ով նստի ասենք վարչապետ, մեզ լավ նայի, մենք շատ ուրախ կլինենք։ Իհարկե Նիկոլ Փաշինյանին։ Ինչու։ Ինչու։ Որովհետև վերջի 8 տարվա ընթացքում բավականին բարեփոխումներ է կատարել։ Հա, տեսնելով դրանք եւ ասեմ ավելին, 2 հատ ուսանող երեխա ունեմ, ստանում են իրանց քննությունները իրենց խելքով, իսկ նախկինում հաստատ չէին ստանա, որովհետև կոռուպցիան ուժեղ գործում էր։ Ես շատ ակտիվ քաղաքացի եմ եւ բոլորին տեսադաշտում են։ Այո, ես ցանկանում եմ նրան, ով որ կենսամակարդակը բարձրացնի մեր հայ հասարակությանը։ Գիտեք ինչ, բոլորի մոտ կա ինչ-որ մաս, որը ընդունելի է, ու շատ մաս է, որը ընդունելի չէ։ Լավ կլներ կոալիցիա լներ, շատ լավ կլներ։ Դա դրանունը դրվեր հայ ազգ, այձևի կուսակցություն ստեղծվեր, որ բոլորից ինչ-որ մաս բորնիկ լիներ, մասնակցությունը լինեին։ Չէ, միանշանակ ընդդիմություն։ Գործող իշխանության չեք աջակցում։ Ոչ։ Ինչու։ Երևի Քոչարի կուսակցությանը։